Ելդրմհան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Թուրքիայի պատմության մեջ ամենահավակնոտ հրթիռային ծրագիրն է։ Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով երբևէ ստեղծված ամենաերկար հեռահարությամբ հրթիռն է, որ ներկայացրել են ՍՀ-2026 ցուցահանդեսում։ Թեև պաշտոնական տվյալները չափազանց սահմանափակ են, ցուցահանդեսում ներկայացվածը վկայում է մոտ 6000 կիլոմետր հեռահարության մասին, ինչը հրթիռը կարգում է միջմայրցամաքայինների շարքում։ Թուրքիայի տարածքից արձակվելու դեպքում հրթիռի մոտ 6000 կիլոմետր հեռահարությունն ապահովում է լայն ռազմավարական աղեղ, ընդգրկելով Եվրոպայի մեծ մասը, Մերձավոր Արևելքը, Ռուսաստանի արևմտյան հատվածները, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններ։ Ի տարբերություն նախորդ պինդ վառելիքով համակարգերի, նոր հրթիռը ըստ երևույթին աշխատում է հեղուկ վառելիքով։ Այն հրթիռին տալիս է ավելի մեծ ուժ և հեռահարություն։ Ելդրմ թուրքերեն նշանակում է կայծակ, իսկ հան վերջածանցը խան, տիրակալ, ղեկավար։ Ի դեպ, Թուրքիան Ելդրմ ազգանունով վարչապետ է ունեցել 2016-ից 18 թվականներին։ Թուրքիան Ելդրմհանը ներկայացնում է ոչ միայն որպես տեխնիկական ձեռքբերում, այլև քաղաքական ազդանշան։ ՆԱՏՕ-ում համադրելի կարողություններ ունեն միայն Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան։ Թուրքիայի մուտքը նման հեռահարության հրթիռների արտադրություն ըստ թուրքական ու միջազգային մամուլի լարվածություն է ստեղծում դաշինքի ներսում։ Նկատենք, մինչ Ֆրանսիան ու Գերմանիան ուսումնասիրում են 1000-ից 2000 կիլոմետր հեռահարությամբ համակարգեր ստեղծելու հնարավորությունը, Թուրքիան ներկայացնում է միանգամայն այլ մակարդակի համակարգ։ Միջազգային վերլուծությունների համաձայն չի բացառվում, որ Անկարան փորձի դիրքավորվել որպես մատակարար կամ գործընկեր եվրոպական երկար հեռահարությամբ ռազմական ապագա նախագծերում։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։